հիմնական խնդիրը դեպքերս կայացավային, որ շենքը գտնվել վթարային վիճակում եւ հետագա շահագործումը արդեն անդրադառել է։ Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունների ժամանակ նախագահի գտնացու գործող նախագահ Սերժ Սարգսյանի երբ որ ներկայացվեց թատրոնի խնդիրը լուծվեց եւ անմիջապես դրանից հետո պետական բյուջեին ընդգրկվեց։ Դուք տեսնեք արդեն նոր կառուցում շենք, որը կամ աշնանեկան 2 տարի շինարարություն լայն թափով ընթանում է, շինարարներից գոհ են, տեսնում ենք ամեն օր մեր աչքի առաջ այս գեղեցիկ հաստատությունը կառուցվում է։ Թատրոնի կոլեկտիվը տրամադրել են մեկ սեփական հաստատություն, որը անվճար տրամադրված է թատրոնին, փորձեր են կատարվում այնտեղ, աշխատանքները կազմակերպվում են այնտեղ, հարավից տարածքում, իսկ հիմնական բեմադրությունները բնականաբար արդեն կազմակերպվում են ոչ միայն գավառի մշակույթի պալատում, այլ նաև թատերական խաղերով եւ աբոնենտային կարծիքի համակարգով մարզերի նույնքն, ինչպես նաև հարևան մարզերի թատրոնը այս նույն տեղում է եղել եւ թատրոնի շենքը այստեղ է, անդել են շենքը եւ ճարտարապետական արտաքին տեսքը նույն դա հին է, դա չէր բավարարում, կոմպլեքս շենք է, հարմարություններն անհատական վերարտադրումների համար բոլոր սահմանների համապատասխան։ Եվ դռները կբացի թատրոնը, որովհետև բավական երկար տարիներ շինարարությունը գնում է, բայց երկար տարիներ ամենը 2 տարիներ եւ այսպիսի մեծ ծրագրական աշխատանքներ։ Եվ կլինի կամ աշնանը ասացի, կամ 2 տարի կար։ Իսկ ասեք հիմա որտեղ է ներկայացումները ներկայացվում ընդհանրապես որ գործում է թատրոնը։ 200 մետր հեռավորության վրա գտնվող մի շենք է, որտեղ հարմարեցված է, վերանորոգված է եւ այնտեղ իրենք հիմնական փորձերը կազմակերպում։ Դուք թատերագետում, բայց